Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 103 ներկայացնել տեղեկատվություն մետրոյի աջափնյակ կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների և տեղհսկողության ծառայության մրցույթ հայտարարելու նպատակով տեխնիկական բնութագիր պատրաստելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, ես ընդհանուր ծրագրի ընթացքից ներկայացնեմ ծրագրի մասով մի քանի ուղղություններով զուգահեռ աշխատանքներ են ընթանում։ Մենք գիտենք, որ ծրագրի գործընթացները փաստացի մեկնարկելու համար նախապայման եւ անհրաժեշտություն է, որպեսզի կառավարության իրավակարգավորումների եւ կառուցակարգերի շրջանակներում հանրային ներդրումային ծրագիրը սահմանված կարգով հաստատված լինի եւ արդեն ֆինանսավորման աղբյուրների մասին որոշումներ կայացված լինեն վերջնական։ Այս ուղղությամբ ներդրումային ծրագիրը արդեն իսկ դրական եզրակացությամբ տրամադրվել է ֆինանսների նախարարության կողմից եւ ակնկալում ենք, որ ներդրումային կոմիտեի նիստի օր ժամ կասեն, որի շրջանակներում արդեն ծրագիրը քննարկման կդրվի, այսինքն օրակարգում ներառված է ծրագիրը։ Եվ այս կապակցությամբ մի քանի ուղղակի թվեր հնչեցնեմ ներդրումային ծրագրի ցուցանիշների վերաբերյալ մեր գնահատումներով տնտեսական զուտ ներկայարժեքը ներդրումային ծրագրի կազմում է 107.3 միլիարդ դրամ եւ IRR-ը, այսինքն տնտեսական շահութաբերության ներքին դրույթը 15.3% է։ Սա էապես ավելի բարձր է, քան կառավարության սահմանած ելակետային հենանիշը, որը 9% է նվազագույն մակարդակը, որպեսզի ներդրումային ծրագրերը հավանության արժանանան եւ նաեւ սա հավելյալ հավաստում է այն մասին, որ այս ծրագիրը տնտեսապես եւ ոչ միայն տնտեսապես օգտավետ է։ Բացի դրանից նաեւ բնապահպանական, արտադրողականության եւ այլ տարաբնույթ ու ռազմավարական բնույթի հանրային եւ տնտեսական օգուտներ գնահատված են ներդրումային ծրագրի շրջանակներում։ Ֆինանսավորման մասին եթե անդրադառնամ, ապա 26 թվականի բյուջեով 2 միլիարդ դրամի ֆինանսավորում պլանավորված էր, 27-28 թվականներին ՄԺԾ-ի գնահատմամբ 12 եւ 10 միլիարդ պլանավորված ռեսուրս է եւ նաեւ առաջիկա ՄԺԾ-ի շրջանակներում նույնպես հայտ ներկայացված է, երբ որ ֆինանսարման արդեն աղբյուր ասելով ի նկատի ունենք ծրագրի ամբողջ ֆինանսավորումը բյուջետային միջոցներից է արվելու, թե միջազգային կառույցների աջակցության շրջանակներում, դրա մասին ենք ընդհանրապես խոսում, բայց այն, որ ծրագիրը ֆինանսավորման պլանավորված է, դա հստակ փաստ է։ Եվ գնումների կազմակերպման հետ կապված տեխնիկական բնութագրերը ըստ էության նախնական մշակված են, մրցութային փաթեթները վերջնականացնելու համար մենք կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառության դրել գնումների առանձնահատկությունները սահմանելու մասին, որի մասով արդեն կարծիքներ ստացվել են եւ լրամշակման գործընթացում ենք, որպեսզի ներկայացնենք արդեն հետագա կարգով քննարկման։ Եվ բացի այդ նաև դիմել ենք FIDIC ասոցիացիային, որովհետև որպեսզի նաև այսպես կոչված արտոնում ստանանք, որպեսզի այդ արտոնագրի կամ հավաստման հիման վրա մենք կարողանանք FIDIC-ի կարգավորումներով մրցութային գործընթացներ իրականացնել։ Եվ օտարման եւ տարաբնակեցման հարցերի հետ կապված դեռևս 25 թվականի վերջին շրջանառության ենք դրել երակաշահի մասին կառավարության համապատասխան որոշումը աջափնյակին հարող տարածքի ազդեցության ենթակագոտու մասով եւ նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա լրամշակում ենք, կրկին կներկայացնենք, այս պահին փորձում ենք ստանանք արդարադատության նախարարության արդեն իրավական փորձաքննության եզրակացությունը։ Եթե մի քանի ուղղակի նաև փաստեր
հրապարակեմ օտարման մասով, ապա նախնական գնահատված ծավալով օտարման գոտին ծրագրի կազմում է մոտ 42,000 քառակուսի մետր տարածք 6 առանձին հատվածներով եւ 33 գույքային միավոր։ Սա նախագծման ընթացքում գնահատված է եւ ֆինանսական ծավալը փոխհատուցման այս պահին շատ ելակետային եւ կողմնորոշիչ 10 միլիարդ դրամի է հասնում, այնուամենայնիվ նաև հաշվի առնելով գերակաշահի մասին օրենսդրության վերջին փոփոխությունները եւ հետագա գործընթացները, որ պիտի գույքի գնահատումներ արվեն, հետո նոր արդեն ֆինանսական վերջնական փոխհատուցման ծավալները հայտնի կդառնան։ Եվ նաև ծրագրի կառավարման մասով առաջիկայում նաև կներկայացնենք ծրագրի կառավարման մարմին, միջգերատեսչական մարմին եւ խորհուրդ հաստատելու մասին որոշման նախագիծ հաստատման, քանի որ ծրագրի իրականացումը ենթադրելու է էական միջգերատեսչական կոորդինացիայի հարցեր եւ սա այսքանն է այս պահին կարգավիճակը ծրագրի մասով տարբեր ուղղություններով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Բաբայան։ Մի կարևոր բան արձանագրենք, Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, այսինքն սա Երևանի քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է։ Սա նշանակում է Տիկին Բաբայան, որ այսուհետ շաբաթական ռեժիմով, այսինքն երկուշաբթի օրերին, առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին, ամենամիկրո դետալը նույնիսկ, բայց ես պահանջում եմ, որ շաբաթական ռեժիմով մենք ունենանք այդ ուղղությամբ արված աշխատանք եւ ամեն շաբաթ ունենանք զեկուցելու նյութ, որը նշանակում է, որ ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք է գործընկերներին զանգահարել, նամակ գրել, գրություն ուղարկել, չգիտեմ, հոգնածնել, զզվացնել իրանց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ։ Եվ այսուհետ շաբաթական ռեժիմով Տիկին Բաբայան ես ակնկալելու եմ, որ դուք զեկուցելու եք այն քայլերի մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում մենք իրականացրել ենք, որպեսզի այս ծրագիրը եւս մի քայլ, երկու քայլ, 3 քայլ, 4 լոնգ առաջ գնա։ Եվ սա դառնալու է նորման մինչև այն պահը, երբ որ բուն իրական շինարարությունը մենք կսկսենք այդտեղ։ Պարզ է։ Շատ լավ, շնորհակալություն։